Հատկապես կանգ եմ առնելու մի շատ հետաքրքիր դրվագի վրա, որը սկսեց ՀՄԿ-ը եւ պատկերացնում եք ՀՄԿ-ը մեր ստրատեգիական պարտների հետ միասին որոշեց ոչ թե ճակերտների մեջ որոշեց եթեր տալ մի մարդու, մի ֆաշիստի, բառեզբուն եւ լայն իմաստով ֆաշիստի, որը հայի փոխարեն օգտագործում էր միայն խաչիկ բառը։ Խաչիկներն եկան, խաչիկները գնացին, խաչիկները կասեն, խաչիկները կտնօրինեն։ Դա այդ տխրահռչակ, այդ սրիկանը Նավալնի կոչվածը եւ այսօր այդ մեր այսպես իբրև թե բարեկամ երկու ժողովուրդների միջև դուրս է գալիս ՀՄԿ-ը իր Նավալնու ելույթով եւ խոսում է նախագահ Պուտինի մասին։ Տեսեք ինչ է կատարվում ընդհանրապես։ Ես զգուշացել էի ձեզ, որ այս ծրագիրը իրագործողը խնդիր ուներ մեկ բանի։ Առաջի հերթին ոչնչացնել հարաբերությունները Արցախի հետ, Արցախյան ողջ այս 30 տարվա մակարոնները գցել ջուրը, ինչ եւ կատարվում է։ Երկրորդը մարիխուանան պետք է ընդունեին օրենքի կարգավիճակով, դա չկատարվեց միայն մի բանի համար, որտեղ այնքան վատավիճակը, որ դրա ժամանակը չունի այդ մասսան։ Մարիխուանան անաշան օրենքին կարգավիճակ տալու համար։ Երրորդը դա ԼԳՏՊ համայնքն է, ԼԳՏՊ-ն դա ինստիտուտիան պետք է այդ համայնքը աշխատեր, շատ պարզ խնդիր ունեն լուծելու, որտեղ այդ նույն ԿՊ-ի մեջ երկու հենասյուները ԿՊ-ի, այդպես կոչված, դրանք երկու լեսբիներ էին, այսօր լեսբիներ են, Տիկին Մաթոսյանը եւ Տիկին Լարա Ահարոնյանը։ Այսինքն այս լեսբիներով քաղաքական պայմանագիր կուսակցությունը առաջ է շարժում Երևանում, Հայաստանում մեկ եւ այսօր Երևանում տարածում են գրականություն 16-ից 12 տարեկան երեխաներին վերաբերվող այլասերվածություն մի բառով ասված։ Եվ չորրորդը ինչի համար է եկել Նիկոլը իշխանության, ես ասել եմ դա պարբերաբար 1 տարի 8 ամիս անդադացել եմ սրա մասին, եկել է որպեսզի ոչնչացնի կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ դրա զոր ապացույցը այն է, որ ՀՄԿ-ը անդրադառնում է կոնկրետ Նավալնին տալիս է ժամ եւ այն ստահակը, որը հայի փոխարեն պարբերաբար խաչիկն է օգտագործում, խաչիկները եկան, խաչիկները գնացին, խաչիկները կարող են, խաչիկները պետք է պատժվեն։ Այսօր եթեր ունի մեր ՀՄԿ-ում։ Հայտնի է չէ ումն է ՀՄԿ-ը, ՀՄԿ կոչվածը։ Դա խայտարակությունների խայտարակությունն է։ Իհարկե ռուսական ալիքները անդրադարձ կատարեցին այս ամենով։ Շատ չոր ասվեց այս ամեն ինչը, շատ կտրուկ ասվեց։ Բայց մենք խոսում ենք մի երկրի մասին, որը ուղիղ կանգնած է այսօր Թուրքիայի, Հայաստանի սահմանագլխին։ Եթե հաշվի առնենք Էրդողանի վերջի ելույթները, ուղիղ վերջին ելույթները,
ասեմ ձեզ, որ նախավերջին ելույթներ, նրանք թուրքերը բացեի բաց ասում են հետևյալը, Ադրբեջանի 1 սանտիմ հողը հայերին չի մնալու եւ իրենք դրա պատասխանատու են։ Ինչպես են պատասխան տալու այդ 1 սանտիմի համար։ Շատ պարզ։ Ինչ են անում։ Նախիջևանում 14 հազարանոց սպեսնազն է կանգնած Ադրբեջանի։ Նրանք ավելի քան 5 կիլոմետր առաջ են եկել։ Ես 2-3 անգամ ասել եմ, այնքան են առաջ եկել դեպի մեր ճանապարհը, Երևան, Մեղրի ճանապարհի մասն է խոսքը, որ Ադրբեջանի Նախիջևանի տարածքից գնդակոծվում է Ելփին գյուղը։ Ինչ է սա նշանակում։ Սրա մասին այս բանակից ծլկած, փախած, անհայտ ուղղությամբ փախած վարչապետ կոչվածը, որը իբրև թե նաև իր բառերով ասած գերագույն գլխավոր հրամանատարն է, դրա մասին ծպտուն չի անում։ Բերանը ջուրը առել, ձայն չի հանում դրա մասին։ Չի ասում ինչ է կատարվում մեր սահմանի շուրջը եւ ազերիները Նախիջևանից ուղիղ մտնում են դեպի մեր սահմանը, հասնում են ստրատեգիական գլխավոր մայրուղուն Երևան Մեղրի ճանապարհին եւ գնդակոծում են արդեն հարևան գյուղերը իրենց։ Սա պատահական բան չէ, հասկանում եք, երբ որ խոսում է Ալիևի մասին, ասում է, որ շատ կիրթ զարգացած անձնավորություն է։ Հասկանալի է, որ Ալիևը որոշ մարդկանց հետ համեմատած լրջագույնս կիրթ զարգացած անձնավորություն է։ Ինչու եմ այդպես ասում, շատ պարզ, 16 տարի շարունակ անգլերեն լեզվով դասախոսություններ է կարդացել ՄԳԻՄՈ-ում եւ երբ որ դու փորձում ես նրա հետ անգլերեն խոսալ, դե հասկանում եք ինչ է նշանակում։ Նա շատ զարգացած անձնավորություն է Ալիևը, ինչպես դու ես բնութագրում։ Այդ զարգացած անձնավորությունը ուրախանալով Գուրգեն Մարգարյանի այդ սպանությամբ 3 միլիարդ դոլարի վարկ բացարեց 0%-ով, կեսը զիջեց Հունգարիային եւ տեղափոխեց իր մարդասպանին Հունգարիայից Բաքու։ Եվ ինչի համար այդ ամեն ինչ արեց։ Այդ կիրթ զարգացած մարդը, որովհետև հայացած է, որովհետև այսօր նախագահ Ալիևը խոսում է Զանգեզուրի գրավման եւ Երևանի գրավման մասին։ Պատմական իրողությունը ոտնահարելով եվրոպացիների 90%-ը գաղափար չունի այդ մանրուքների մասին։ Փոխարեն է որպեսի այս երկիր իբրև երկիր ներկայացնող սուբյեկտը վեր կանա երկու հոդաբաց նախադասություն ասի, թե ինչով է զբաղված Ալիևը, ասում է շատ կիրթ եւ զարգացած անձնավորություն է։ Հայի տարբերություն քեզ համ կիրթ է, համ զարգացած է։ Բայց դա չի նշանակում, որ դրա մասին դու պետք է խոսաս։ Չի նշանակում, որ քու այդ բոշեկը պետք է խոսան հայ եւ ադրբեջանական ժողովրդի բարեկամության մասին, երբ մանկապարտեզից սկսած հայացած քաղաքականություն է գնում, տոտալ
հայացածության մեջ է գտնվում այսօր Բաքուն։ Այս ամենը պարզ է, եւ դու պետք է չխոսաս այդ քու այդ օրագրից սկսած, այդ խեղկատակությունից եւ այդ հայկական ժամանակից դուրս եկած վերջի 10-15 տարվա հոդվածները եթե նայենք 10 տարվա հոդվածներում անդադ խոսում ես դրա մասին, որ մենք ինչ գործ ունենք ադրբեջանական հողերի հետ։ Ես քեզ բացատրեմ ստահակիդ, որ մենք գործ չունենք, իրենք գործ ունեն, որտեղ դրանք մեր հողերն են։ Որտեղ այդ Քարաբաջար կոչվածը նույն Ղարաբաղն է։ Այդ ուղիղ մենք գործ ունենք դրա այդ ամենի հետ։ Հայերով գործ ունենք եւ ոչ մի թշնամի ծպտված թշնամի իրավունք չունի դրա մասին խոսալու։ Եվ անդրադառնամ նորից այդ սրիկան նավելն ու հայտարարություններին քու պահվածքին որպես վարչապետ։ Հասկացանք այդ 5 օրում ընտանիքդ կորոնավիրուսից բուժվեց, դու բուժվեցիր, չէ՞։ Համաշխարհային ռեկորդ սահմանեցիր 5 օրում, սենց ոչ մեկի ջերմությունը ոչ իջավ, ոչ ավելացավ, 5 րոպեում խնդիրը լուծեցիր 5 ժամվա ընթացքում։ Լսի, դու խեղկատակ չես։ Հա? Դու երկիր ղեկավար ես իբր թե թուլմացություն։ Այս Ժողջան ու հպարտ քաղաքացին արդեն շփոթմունքի մեջ են։ Մեկ էլ հիշի, կրկնի Ժողջանն ու հպարտ քաղաքացիներ, չես կրկնում։ Խոսա, որ հաճույք ստանան ոնց ես դրանց մասին խոսում, Ժողջանի և հպարտի մասին։ Հունվար ամսին քեզ ուղիղ ասացի մի բան։ Նույնիսկ հորդորեցի, որ այսօր անհրաժեշտ է գյուղացու ձեռքը բռնել, կանխիկ գումար տալ գյուղացուն, որպեսզի մեր ցանկատարությունները, որ 60% չեմ ցանվում, հացահատիկ ցանեն գյուղացիները։ Այդ գյուղացիները պահելու Հայաստանի Հանրապետությունը, ոչ դու, ոչ քուպեսները չեն պահելու այդ երկիրը։ Եվ ինչ արեցիր։ Այդ ես էի ասե, ուշացում չդարձրեցիր։ Ասեցի փետրվարին մի քանի անգամ։ Ասեցի մարտին, որ արդեն ուշա գանանացանի համար։ Ասացի, որ այդ աշնանը, այդ ցորենը կդառնա ոսկուց։ 3 օր առաջ կառավարության նիստ ես անում։ Եվ դու պատկերացնում ես, չէ՞, դու ուր այդ կառավարությունն կոչվածը։ Նիստ ես անում, որտեղ խոսում ես պարենային ծրագրի մասին, խոսում ես աշնանացանի մասին, այսինքն արդեն քյալը թասավ, որ աշնանացան պետք է լինի երկրում, նաև այդ թվում։ Անարմար է, այսպես ապրել չի լինի։ Ռուսաստանի թշնամի արդեն սորոսական տարբեր սրիկաներ, Սորոսատիպ սրիկաներ